Մեր դիմումը սահմանադրական դատարան մենք ներկայացրել էինք 21 թվականին, նոյեմբեր ամսին։ Անցել է 3.5 տարի։ Օրենքը ունի հստակ դրույթ, քանի ամսում կարող է սահմանադրական դատարանը քննել այդ հարցը։ Որպես կանոն 6 ամսում, բայց սահմանադրական դատարանը իրավունք ունի երկարաձգել եւս 3 ամսով, այսինքն 9 ամիս ստացվեց։ Օրենքը նաև հնարավորություն է ընձեռել սահմանադրական դատարանին կասեցնելու վարույթը, եթե օրինակ եւ իրենք օգտվեցին 2 անգամ այդ հնարավորությունից, կասեցեցին վարույթը, դիմելով Վենետիկի հանձնաժողով, հետագայում նաև դատախազություն, բայց դատախազությունից պատասխանը ստացել են 23 թվականի օգոստոս ամսին։ Ու ոչ մի շարժ։ Եթե նայեք կասեցման որոշումը այնտեղ գրված է, կասեցնել մինչև դատախազությունից պատասխանը ստանալը։ Սահմանադրական դատարանը խախտել է սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետները, եթե անգամ հաշվի առնենք 9 ամիսը կասեցման ողջ ժամանակահատվածը 2-ից ավելի տարի ցուցաբերելով անգործություն։ Սա ինքնին արդեն լուրջ իրավական խախտում է, բայց բացի այդ կա մեկ այլ ոչ պակաս կարևոր խախտում։ Ես ուղղակի կմեջբերեմ օրենքից։ Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այդպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան։ Սահմանադրական դատարանը դա չարեց։ Նա ստացավ նյութեր դատախազությունից, նա ստացավ նյութեր դատարաններից եւ վերջին օրը որոշեց դրանք հետ վերադարձնել չհամարելով գործի նյութեր։ Շատերի մոտ իհարկե հարց կծագի, թե ինչու այդպես արեց սահմանադրական դատարանը, ինչու այդ օրենքի շատ հստակ պահանջը անտեսեց։ Մենք մեր դիմումում շատ չէինք կարող դրանց վրա հղում անել, որտեղ 21 թվականի նոյեմբերին դեռևս դատական պրակտիկա չկար։ Բայց հիմա կար եւ սահմանադրական դատարանը դա ստացել էր։ Կարծում եմ պատասխանը շատ պարզ է։ Եթե անդրադառնային դատական պրակտիկային, այլ երկ չունեին, քան Տոդորովի գործի ստանդարտները կիրառել իրավակիրառ պրակտիկայի նկատմամբ եւ համարել իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական։ Իսկ այսպես շատ տարօրինակ որոշում կայացեց, ամեն ինչը սահմանադրական է, եթե այսպես մեկնաբանվի, այսինքն հարցը թողեցին դատախազության դաշտում, որ դատախազությունը պատշաճ իրավագիտակցություն ցուցաբերի եւ կարողանա ճիշտ կատարել սահմանադրական դատարանի որոշումը։ Սա կարծում եմ սահմանադրական դատարանի երկրորդ կոպիտ սխալն էր։ Այժմ եզրափակեմ։ Սահմանադրական դատարանի որոշումը չնայած պարունակում էր դրական տարրեր, չի անդրադարձել մի շարք կարևոր հարցերի եւ այդ հարցերը մի օր դժուժած անձանց գանգատով կհայտնվեն նույն սահմանադրական դատարանում կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եթե նախկինում օրենքը թույլ է տալիս այն մեկնաբանել, որ 2-ին գումարած 2 հավասար է 100-ի, սահմանադրական դատարանը ասեց 2-ին գումարած 2-ը 10-ից ավել չի։ Բայց չկարողացավ համարձակություն ունենալ, ասելու, որ 2-ին գումարած 2-ը հավասար է 4-ի։ Արդյունքում դեռևս ծագելու են բավականին շատ խնդիրներ, որ նոր վեճեր եւ արդյունքում դարձյալ կտուժի եւ քաղաքացին եւ պետությունը։ Ցավոք հիմքեր ունեմ պնդելու, որ սա արված է նպատակադրված եւ գիտակցաբար եւ հիմնական նպատակն է ունենալ գործիք, որը հնարավորություն է տալիս զբաղեցնել քաղաքական հակառակորդներին անհեթեթ մեղադրանքներով, անհեթեթ հայցերով, որտեղ մարդիկ այլ ելք չունեն, քան ծախսելու իրենց ժամանակը եւ ռեսուրսները պաշտպանության վրա, դրանով նրանց շեղել քաղաքական օրակարգից։ Ինչ կլինի հետագայում։ Իհարկե հավերժ այսպես շարունակվել չի կարող, եւ մի օր կլինեն վճռներ, որով բռնականացված գույքը այն դեպքերում, երբ խախտվեն այն սկզբունքները, որոնց մասին ես խոսեցի եւ որոնք արդեն միջազգային իրավունքում շատ հանրահայտ սկզբունքներ են, կլինեն որոշումներ, որ քաղաքացիներին պետք է վերադարձվի բռնականացված գույքը, պետք է հատուցվի նրանց վնասները, արդյունքում պետությունը կտուժի, ինչպես եւ կտուժեն մեր քաղաքացիները։ Ես պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, ժամանակ բավականին ունեմ, այնպես որ հերթով կգնանք։ Եկեք։ Հերթով գնանք։ Կարող է տվյալացը վիճարկել
Կարող է, իհարկե կարող է, շանսերը հաջողության հասնելու գնահատում եմ շատ ցածր, ավելին, եթե ինձ հարցնեք ինչու սահմանադրական դատարան այսքան ձգեց, կարծում եմ պատճառը հենց դա էր, որովհետև օգտվելով այս ճնշումից, շատերը ուղղակի չդիմանալով ճնշմանը, չունենալով բավարար ռեսուրսներ պաշտպանվելու, նախընտրում էին ինչ-որ մի հաշտության համաձայնություն կնքել և դուրս գալ խաղից, քան փորձել մինչև վերջ պայքարել իրենց իրավունքների համար։ Բայց այդ գործերով նորից եմ կրկնում, իմ գնահատմամբ շանսերը նրանց հետ պտտելու շատ ցածր են։ Երկրորդ շարք։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախ ոչ թե չեմ համարում ողջամիտ, այլ համարում եմ ապօրինի, ինչի մասին քիչ առաջ ասեցի։ Ինչ վերաբերում է եվրոպական կառույցները ինչու են լռում, ասեմ, որ այնուամենայնիվ սա գույքային հարց է։ Եվրոպական կառույցները լռում են շատ ավելի լուրջ խախտումների պարագայում Հայաստանի Հանրապետությունում, ինչը կարծում եմ պայմանավորված է ընդհանրապես քաղաքական իրենց շահերով։ Ասեմ, որ դեռևս 2009 թե 10 թվականին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահն էի, ես Եվրոպայի խորհրդում եմ հայտարարություն արել, որ այս կազմակերպությունը եւ նրանքից ինստիտուտները դառնում են մարդու իրավունքների եւ ընդհանրապես իրավունքի պաշտպանից ավելի շատ շահերի պաշտպանի ինստիտուտ։ Ցավոք սրտի ոչինչ չի փոխվել անցած 15 տարիների ընթացքում եւ այդ կառույցները քանի գնում էլ ավելի են խորանում զուտ աշխարհաքաղաքական շահեր պաշտպանելու գործիք դառնալով։ Երրորդ շարք, հետո նորից կգնանք առաջին շարքից։ Համեցեք։ Նախ ասեմ, որ սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ է։ Ասում եմ, կան երկու դեպքեր։ Մի կետը վերաբերում է այն դեպքին, եթե ուսումնասիրությունը սկսվել է, որովհետև անձը կատարել է ենթադրյալ հանցագործություն, եւ լրիվ այլ դեպք է, երբ անձը պաշտոնատար անձ է եւ կային օպերատիվ տվյալներ։ Մի դեպքում ասում եմ պետք է ապացուցես կապը հանցավորության հետ, մյուս դեպքում պետք է ապացուցես, որ այդ անձը ձեռք է բերել գույքը պաշտոնավարումից հետո։ Արդարադատության